Առատ ձյունը կաթվածահար է արել Եվրոպայի, օդային ու ցամաքային երթևեկությունը։ Ամստերդամում գնացքները կանգ են առել։ Իսկ Փարիզում ավտոբուսները երեկվանից դադարներով են աշխատում։ Երեկ երեկոյան Île-de-France շրջանում ավելի քան 1000 կիլոմետրանոց խցանում է եղել։ Գիշերը խցանումը մի քիչ թեթևացել է, մեքենաների շարքը մոտ 800 կիլոմետր է դարձել։ Առավոտյան դեռ խցանված էին Փարիզի ու Արվարձանների հիմնական փողոցները։ Ամենախոշոր խցանումները օդակայան տանող ճանապարհներին են եղել։ Որպեսզի երթևեկությունը թեթևանա, Ֆրանսիայի տրանսպորտի նախարարը խորհուրդ է տվել մարդկանց օդակայաններ գնալ հասարակական տրանսպորտով։ Լավ կլինի, որ տնից դուրս գալուց առաջ նաև համոզվեն, արդյոք իրենց չվերթները չեն հետաձգվել։ Ցածր տեսանելիության պատճառով Փարիզի երկու խոշոր օդակայաններում չվերթների 15%-ը չեղարկվել են։ Զրոյից ցածր ջերմաստիճանը խառնաշփոթ է առաջացրել նաև Նիդերլանդներում։ Եվրոպայի ամենածանրաբեռնված օդակայաններից մեկը, Ամստերդամի Schiphol-ը, երեկ գրեթե 700, այսօր մոտ 300 չվերթ է չեղարկել։ Երկրի կառավարությունը հորդորում է մարդկանց հնարավորության դեպքում մնալ տանը։ Ռոտերդամի կենտրոնական կայարանում էլ ձնաբքից հետո դատարկ գնացքները չեն կարողանում շարժվել։ Ձյունը վթարների պատճառ է դարձել։ Ուղևորները ժամերով մնացել են կանգառներում։ Նիդերլանդների ցուրտ ձմռան հետևանքով կտրվել է կապը Մեծ Բրիտանիայի ու եվրոպական շատ երկրների միջև։ Eurostar միջազգային երկաթուղային օպերատորը հայտարարել է, որ Բրյուսելից հետո անանցանելի է երթուղային ճանապարհը։ Ցրտի պատճառով Շոտլանդիայում, Ուելսում և Անգլիայի որոշ հատվածներում դպրոցներ են փակվել։ Միայն Իռլանդիայում 212 դպրոց է փակվել։ Օդերևութաբանները զգուշացնում են, ցուրտն ու ձյունը շարունակվելու է ամբողջ շաբաթ, էլի չվերթներ կչեղարկվեն։ Անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ կարող են լինել։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։